Ես ինքս դասավանդում եմ, անընդհատ առնշվում եմ 10, 19, 20 անգամ մի քիչ ավելի բարձր տարիքի մարդկանց հետ, ու այս թեմաներով ես շատ եմ խոսում։ Խնդիրը ոչ թե պրոպագանդան է, խնդիրը ոչ թե իմ տեսակետների հետ մարդկանց համար սեփականություն դարձնելն է, այլ նաև վերլուծելն է, որովհետև ամեն սերունդի հետ շփումն ու վերլուծությունը մի քիչ տարբեր է։ Մի սերունդի հետ խոսում ես, ինքը քո հետ խոսում է մարդ, որը տեսել է, մի մասը որպես մասնակից է տեսնում։ Մի սերունդը տեսնում է մարդ, որ մասնակիցը չի, բայց լսել է, կարդացել է, հայրն է պատմել, պապիկն է պատմել եւ այլն։ Բայց մենք հիմա խնդիր ունենք, որպեսզի բերենք այդ ամեն ինչը ամբողջացնենք, որպեսզի անկախ նրանից թե ով է իշխանություն, երկրի հասարակության մեջ մի հատ բան գոնե շատ հստակ դառնա։ Արցախը հայկական է եւ Արցախը պետք է լինի հայկական։ Եվ այս պայմաններում թե ով ինչ կոնցեպտ կառուցի, թե այդ կետի ոնց կհասնի, դա արդեն ժամանակի հարց պետք է դառնա։